Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Թուրքալեզու պետությունների ղեկավարներն են կրկին հավաքվել այս անգամ Բուդապեշտում Էրդողանն իր ելույթում հիշեցրել է Արցախյան 44-օրյա պատերազմը։ Թուրքական եւ ադրբեջանական համատեղ զինված ուժերով արցախահայերի դեմ իրականացված ռազմական ագրեսիան։ Ամեն անգամ Էրդողանը այդ փաստը նշում է եւ բացի դրանից ամեն անգամ նա Ալիևին հիշեցնում է, որ այդ հաղթանակը եղել է իրենց շնորհիվ։ Էրդողանն իր կրտսեր եղբորը Ալիևին է կարգել Հարավային Կովկասում այսպես կոչված խաղաղության ռահվիրա։ Խաղաղություն ասելուց հետո սակայն Թուրքիայի նախագահի աչքին Մանջուրիայից մինչև միջերկրական ծով հատվածն է երևում։ Հետևաբար Էրդողանի ելույթում երևում են պանթուրքական, նեո-օսմանական եւ ծավալապաշտական քաղաքականության նուրբ երանգներն ու տարատեսակ միջանցքների կառուցման մտադրությունը։ Մենք ուշադիր հետևում ենք Կովկասում զարգացող իրադարձություններին, որն ունի թուրքական աշխարհի համար կարևոր նշանակություն։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը համաձայնել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրին։ Ես համոզված եմ, որ հաղթած նախագահ իմ ընկեր Ալիևը կմտնի պատմության մեջ որպես լիդեր, որը խաղաղություն է բերել տարածաշրջան։ Նրանք իրենց լոզունգներում, այսպես խաղաղության լոզունգներով դիտարկում են, թե իբր խաղաղություն կլինի, ճանապարհներ կբացվեն, բայց իրականում, եթե նայում ենք այսպես գաղափարախոսություններին եւ Էրդողանի խոսույթին, որը համընկնում է այդ ծավալապաշտականության հետ, ապա հասկանում ենք, որ Էրդողանը նաեւ ունի այն գաղափարախոսությունը, որ Հայաստանը սեպ է, որը խրված է թուրքական աշխարհի մեջ եւ Հայաստանի վերացումը եւ այդ սեպի հանումը իրենց գլխավոր նպատակներից է։ Եվ առաջի գործը, որ այդ սեպը պիտի հանվի, դա Զանգեզուրների, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որը հնարավորություն կտա Հայաստանը որպես այդպիսին իրենց ճանապարհից վերացնել։ Խաղաղության մասին խոսելով Թուրքիայի նախագահը այնպիսի նպատակներ է հետապնդում, որոնք ըստ մասնագետի այնքան էլ ընդունելի չեն թուրքական մյուս պետությունների համար։ Էրդողանը կոչ է անում թուրքալեզու ժողովուրդներին միանալ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբի առաջ քաշած թուրքական պետությունների միավորման գաղափարախոսությանը։ Նա իր խոսքում մի քանի անգամ խնդրեց թուրքական պետություններին, որպեսզի աջակցեն այդ ծրագրին։ Եթե ժամանակին այս գաղափարախոսությունը ուներ իր այսպես ակտուալությունը, քանի որ թուրքախոս ժողովուրդները գտնվում էին ռուսական կայսրության տիրապետության տակ, այնուհետև սովետական միության մեջ, այժմ նրանք ձեռք են բերել անկախություն եւ ունեն իրենց ազգային նպատակները եւ այս հարթակը դիտարկում են ընդհանրապես տնտեսական համագործակցության մի տիրույթ եւ կարծում եմ դեռևս Էրդողանը փորձում է եւ իր խոսքում էլ եթե նայենք, փորձում է համոզել այս պետություններին, որպեսզի նրանք միանան այդ խոշոր գաղափարին, որը դրվել է դեռևս 20-րդ դարի 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին։ Էրդողանն ու Ալիևը իրենց դարավոր ծրագիրը կյանքի կոչելու համար աչքը դրել են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին եւ թուրքագետները վստահ են, նրանք ամեն գնով փորձելու են հասնել դրան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Կուրսկի մարզ։ Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ սա նրա առաջին այցն է այնտեղ այն պահից ի վեր, երբ տարածաշրջանն ամբողջությամբ ազատագրվել է Ուկրաինայի զինված ուժերից։ Գործողության ավարտի մասին հայտարարվել է ապրիլի 26-ին։ Մինչ այդ Պուտինը տարածաշրջան էր ժամանել մարտին։ Այն թույլ էր տվել ռուսներին անցնել Ուկրաինայի զինված ուժերի թիկունքը Կուրսկի շրջանում։ Ամերիկայի դաշնային իրավապահները Կալիֆոռնիայում եւ Ֆլորիդայում ձերբակալել են 13 հոգու, որոնք մեղադրվում են հայկական կազմակերպված հանցախմբին անդամակցել ու սպանության փորձի, առևանգման 83 միլիոն դոլարի առցանց գողության, զենքի ապօրինի պահման եւ ֆինանսական խարդախությունների մեջ։ Խումբը, որն ունի կապեր ռուսական մաֆիայի հետ, կենտրոնացած է եղել Լոս Անջելեսում։ Ձերբակալությունների ընթացքում հայտնաբերվել է շուրջ $100,000 կանխիկ, 14 զենք եւ 3 զրահապատ մեքենա։ Թերանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեն։ Այս մասին հայտնել է Իրանի դատական համակարգի պորտալը։ Հիշեցնենք, որ 23 թվականի հունվարի 27-ին նա ինքնաձիգով զինված հարձակում է իրականացրել Թերանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակումը կանխելիս սպանվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը, վիրավորվել դիվանագիտական առաքելության եւս 2 աշխատակից։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Չինաստանի Շենգյան քաղաքում փլուզվել է հնագույն թմբուկի աշտարակի տանիքը, որը կառուցված է 1375 թվականին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որոշել են չմասնակցել Հարավային Աֆրիկայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին մի շարք հարցերի շուրջ հյուրընկալող երկրի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մենք որոշել ենք այս տարի չմասնակցել Հարավային Աֆրիկայի կողմից հյուրընկալված G20-ին ոչ արտաքին
արտաքին գործերի նախարարության մակարդակով, ոչ էլ նախագահի մակարդակով, եւ դա շատ բաներով կապված է այն հարցերի հետ, որոնք մեր կարծիքով չեն արտացոլում այս վարչակազմի առաջնահերթությունները, ասել է Մարկո Ռուբիոն սենատի լսումների ժամանակ։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները մտադիր են չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը ժամանելով Եվրամիության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Մենք մտադիր ենք չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Սիրիայի դեմ պատժամիջոցները խստացվել են 2011-ին քաղաքացիական պատերազմից հետո։ Խստացումը ներառում է արգելքներ էներգետիկ եւ ֆինանսական ոլորտներում, բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվների սառեցում եւ Սիրիայի հետ բիզնես անելու արգելք։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, թեև սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը ըստ երևույթին զգայուն է հորմոնների նկատմամբ, ինչը թույլ է տալիս արդյունավետ բուժել այն, ասված է հայտարարության մեջ։ Նախագահը եւ նրա ընտանիքն իրենց բժիշկների հետ միասին քննարկում են բուժման տարբերակները։ Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի մարզում տեսախցիկը կարողացել է ֆիքսել, թե ինչպես են շինարարները զվարճանում իրենց հասանելիք ընդմիջման ժամանակ։ Ֆրանսիայի հարավում ամպրոպների եւ ջրհեղեղների հետևանքով 3 մարդ է մահացել, հեղեղվել է Սեն-Տրոպե էլիտար հանգստավայրի օդանավակայանը հորդարատ անձրևներից հետո Լամոլի ողջ տարածքը բառացիորեն ջրի տակ է հայտնվել, առնվազն 3 մարդ է մահացել, տեղական 11 ավտոմայրուղիներում երթևեկությունը խաթարվել է։ Լամոլ Սեն-Տրոպե օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, ավելի քան 600 մարդ մնացել է առանց էլեկտրականության, ամպրոպների պատճառով եղանակային սպառնալիքի բարձր դեղին մակարդակը պահպանվում է երկրի հարավի եւ հարավ-արևելքի ավելի քան 300 դեպարտամենտներում, փակ են Նիցայի եւ Կաննի այգիները։ Հակակոռուպցիոն դատարանում ընթացել է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։ Երրորդ նախագահը քրեական գործը որակել է որպես իրավական աճպարարության եւ մարդկային ողբերգության հերթական դրսեւորում։ Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը մեղադրվում է 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին։ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը հայտնել է, որ ավելացել են զինվորական ծառայության եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերը։ 2023-ին նախաձեռնվել է 1499, 2024-ին 1779 քրեական վարույթ։ Այս հիմքով առաջարկվում է խստացնել պատիժները զինծառայությունից խուսափելու համար, ազատազրկման ժամկետը դարձնելով 3-ից 6 տարի, իսկ վարժական հավաքներից խուսափելու դեպքում տուգանքը բարձրացնել եւ ազատազրկման առավելագույնը սահմանել 3 տարին։ Նա ընդգծել է, որ փոփոխությունները կնպաստեն իրավապահ մարմիններին կտան ավելի լայն գործիքակազմ։ Կաշառք ստանալու եւ տալու դեպքերի առթիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խոզարկություններ են իրականացվել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Մայիսի 30-ից Միացյալ Նահանգների դեսպանատունը գործարկելու է ներգաղթային եւ ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու եւ պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր համակարգ։ Այս մասին տեղեկացրել են դեսպանությունից։ Հարցազրույցի ամրագրման համար նախկինում գործածվող համակարգն ապակտիվացված է։ Կայքի էջը հասանելի է միայն ընթերցման ռեժիմով։ Հետևաբար դրա միջոցով այլևս հնարավոր չէ հարցազրույցի օր ամրագրել, սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել, հարցազրույցին չներկայանալու մասին հայտ ներկայացնել, հարցազրույցի ավելի վաղ օր հայտ Նոր համակարգը գործարկվելու է մայիսի 30-ին։ Գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը նշել է, որ վերջին 3 տարիների ընթացքում մայրաքաղաքից հեռացվել է թերևս ամենամեծ քանակով կրպակները եւ այդ գործընթացը շարունակվում է։ Նա նաեւ ընդգծել է, որ շատ դեպքերում այդ աշխատանքներն ուղեկցվում են դատական պրոցեսներով, ինչի հետևանքով քաղաքապետարանի գործողությունների վրա երբեմն դրվում են որոշակի արգելքներ։ Մենք համայնքային ապօրինի ձևով տեղադրված համայնքային հողի վրա ապօրինի ձևով տեղադրված բոլոր կրպակների, բոլոր շինությունների դեմ անդադար պայքարը մղելու ենք եւ սա շարունակական process է։ Հայաստանից արտահանվող ամենակարևոր ապրանքատեսակներից մեկը կոնյակը, կոնյակի սպիրտը, գինին լուրջ խնդիրների առջև են կանգնած։ Ոգելից խմիչք արտադրողների համար խոչընդոտներ են ստեղծվել Վրաստանում։ Ապրանքն այդ երկրով տարանցելիս մաքսային մարմինները ապրանք արտահանողներին պահանջում են վրացական տարածքում լաբորատոր ստուգումներ անցկացնել ու նոր ապրանքն արտահանել։ Ինչ իրավունք ունի իմ երկրի արտադրանքը, որ ես
Երրորդ երկրի հետ ունեն պայմանագիր ապրանքաշրջանառության։ Ինքը տարանցիկ երկիր է։ Տարանցիկ իր ճանապարհով անցնելուց ես իր մաքսը մուծում եմ, գնում եմ, ինքը ինչ իրավունք ունի, իմ ապրանքը ստուգի, թույլ տա կամ թույլ չտա։ Ինքը ընդհանրապես իր մաքսային գործողությունները պիտի կատարի, տեսնի, կապարակնքված է, ամեն ինչ նորմալ է, գրած ֆակտուրայի միջի ապրանքը անպատասխանում է իրականության եւ ասի բարի ճանապարհ է։ Կոնյակով, գինիով շշալցված բեռնված մեքենաները, բեռնատար ցիստերները պետք է ուղղություն վերցնեին Ռուսաստան-Բելարուս։ Խմիչք արտահանողները սակայն օրերով կանգնած են Վրաստանի սահմանին։ Նրանց մի մասն է կարողացել ապրանք արտահանել։ Տնտեսվարողներն ահազանգում են, գործարաններ կան, որոնց բեռները անցնում են առանց խոչընդոտի։ Ոնց կարելի է տարանցիկ բեռը մաքսային պլոմբաները փոկել, ինչ որ նմուշարում անել եւ պահել ամսից ավել կամ մի ամիս։ Ամեն օրը որոշիչ, ամեն օր մարդիկ գնում են ֆուրի աշխատ վարորդները տեղափոխում են, գնում են, գալիս են կամպանիաներ են, այդ բեռնափոխադրողներ են։ Կոնյակ, գինի ու սպիրտ արտադրողները բարձրաձայնում են, որ խնդիրն ի հայտ է եկել դեռ ապրիլի 18-ին։ Այդ ժամանակ առաջին բեռնատարը Բագրատաշենից ուղղորդվեց դեպի Գեյզի անցակետ։ Այնտեղ վրացական կողմը վերցրել է կոնյակի նմուշներ, նշելով, որ իրականացնելու են լաբորատոր ստուգումներ։ Հայ արտադրողները զարմացած են։ Վրաստանը որպես տարանցիկ երկիր, ինչ իրավական հիմքով է նման փորձաքննություն իրականացնում։ Վրացին գիտեք, ասում է, եթե գալի իմ տամոժնիայով անցնում ես, 4 մեքենա դու ես տանում, 2 հատ էլ իմից պիտի տանես, չէ, թույլ չեմ տա։ Այս տարի բեսպրիձել ձևով ասում ախպերես, պիտի տանես 50 կամ 60 ընձնից 40 քեզնից։ Խնդիրը դրանում է կայանում, բոլորը տեղյակ են։ Երկրի տնտեսական ոլորտի զարգացման պատասխանատուի համար դեռ անհասկանալի են պատճառները, թե ինչու են ոգելից խմիչք արտահանող տնտեսվարողները վրացական կողմում խնդիրներ ունենում։ Պապոյանը հայտնեց, թե իրենք փորձում են բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել։ Էկոնոմիկայի նախարարը առաջիկա օրերին կայցելի Վրաստան, խնդիրը տեղում լուծելու եւ հասկանալու համար։ Մայիսի 20-ին լարված վիճակ էր Արագածոտնի մարզում, Ագարակավան, Կաքավաձոր, Դիան եւ Օթևան գյուղերի բնակիչներն էին ճանապարհը փակել։ Ուզում էին հանդիպել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի, նույն նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ղեկավարության հետ։ Հիմա այս ճանապարհին փակումները մեկ նայեք, ոչ ծախս կա, ոչ բան կա, զրո հավասար ասֆալտի հետ։ Փակում են, ստերից մեզ տանում են մոստ, ասում են անցեք մի կիլոմետր։ Գնացեք մի հատ այնտեղ խաչաձե, վտանգավոր խաշմերուկ, այնտեղ հասնելուց դի կայնես մի հատ հայր մեր ասես, որ հանգած փորձանքը վերջ չգաս։ 2 կիլոմետր հեռու են տարել, ուսանող կա, երեխեք կան, բոլորը որ կան, շշկրված ուր են իջնելու, ինչ են անում, այս հարցին անհապաղ լուծում է պետք եւ շուտ, մեզ ամենակարևորը։ Գալիս կանգնում են վերևը, նոր տված ճանապարհ, շները վրա են տալիս, առանց հետ մեր գյուղը 3 կիլոմետր հեռու է, իմի 6 էլ ավելացրել են, ոնց են գնում։ Բնակիչներն ուզում են, որ իրենց նախկին ճանապարհը բացեն, քանի որ դրանով ավելի արագ եւ հեշտ էին հասնում Երևան-Գյումրի ճանապարհ։ Ու եթե նախկինում շտապօգնությունը ժամանում էր օպերատիվ, ապա հիմա նոր բացված ճանապարհի պատճառով ինչպես շտապօգնությունը, այնպես էլ հրշեջ մեքենաները ավելի ուշ են ժամանում։ Այս ճանապարհը բարվոք ճանապարհ է եղել եւ գյուղերը մայրուղուց րոպեների ընթացքում կապել է իրար։ Սակայն հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհը շահագործելուց հետո այս հատվածում երթևեկությունը չկա։ Ժողովուրդը քաղաքական պահանջներ չի դնում։ Նրանք ասում են, որ մեր պայքարը քաղաքական չէ։ Մենք պարզապես ցանկանում ենք, որպեսզի 4 գյուղ չզրկեն ամենալավ ճանապարհներից մեկից։ Այդ Ագարակավանն էս գալու է, հույս հարավ։ Մտնել այստեղով, գա այս խաշմերուկով անցնին, այսի խաչաձև խաշմերուկ է։ Համ մտնում են, համ հելնում են, համ վերևից են իջնում։ Ահա որ վտանգավոր, ել եմ ասում, ստեղ պետք է գա։ Նայ, հիմա այն գյուղեր գնացողները Երևանից պետք է sense գան, ավելի լավ չի ունեն բացեն մայրուղինը կթեթևանա։ Էսի վաղտեж փակել են, իրանք են փակելու։ Սինես վտարային իրավիճակը ստեղծվելու, որ հնարավոր չի ստեղով երթևեկել։ 100% եմ ձեզ ասում, 100%։ Թողանյակ երթաշխով տենան։ Գյուղացիները ճանապարհը բացել են միայն երբ ժամանել է Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։ Նրանք երկար են խոսել։ Ես ձեզ Վաղուցվանից եմ ճանաչում։ Ես ձեզի։ Վաղուցվանից եք ճանաչում, իմ Գերդաստանը Վաղուցվանից։ Հայ, ցավտանում դուք ուզենաք։ Ես որ ժողովրդի հետ խոսեմ չլուծվի։ Всё։ Բնակիչներն ասում են գոհ են նոր կառուցված ճանապարհից, բայց ցանկանում են, որ նախկին ճանապարհը վերականգնվի ու եթե իրենց պահանջը չլուծվի, դիմելու են կտրուկ միջոցների։
Մեկ քայլ առաջ, մեկ քայլ հետ նախորդ տարվա վերջին նիստում կառավարությունը որոշեց, որ դեղատոմսով գնման ենթակա դեղերը ոչ թե 2027-ից ինչպես ավելի վաղ էին հայտարարել, այլ այս տարվա հուլիսի 1-ից դեղատները պետք է վաճառեն բացառապես դրանցով։ Հիմա հերթական անգամ փոխում են օրը, ամեն դեպքում հետ քայլ անում դեպի 2027, ընդ որում նույն հիմնավորմամբ, առնվազն երկրորդ անգամ է այս տեքստը տեղ գտնում իրավական նախագծերի կայքում։ Հաշվի առնելով, որ էլեկտրոնային դեղատոմսով գրման ու բաց թողման գործընթացը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի առաջին փուլի ներդրման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, հնարավոր ռիսկերից խուսափելու, խնդիրները վերլուծելու, կատարելագործելու նպատակով առաջարկվում է երկարաձգել դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսերի գրման ու բաց թողման գործընթացը։ Նախարար Ավանեսյանն անցած տարվա աշխատանքներն ամփոփելիս նշեց, մեջբերում եմ դեղատոմս դուրս գրելն ընդամենը 2-3 րոպեի հարց է։ Կարգավորված դեղերի խումբը փոքր, ինչու չանել այդպես, ոլորտի փորձագետները նկատում են, ժամանակը բոլոր հարցերի պատասխանը տվեց։ Անցնող ամիսների ընթացքում 110,000 դեղատոմս էին բժիշկները դուրս գրել, դեղատներ դրանցից միայն 34,000-ն էր հասել։ Նախարարությունն էլ ընդունեց, համակարգը պատրաստ չէ, բայց այն նաև այսպես պարբերական փոփոխություններով է խարխլվում։ Յուրաքանչյուր փոփոխություն դա համակարգի համար նոր մարտահրավեր է, որը որ պետք է համակարգը պատրաստ լինի։ Երբ դրանից ելնելով ինչ է առաջանում է խնդիրներ, այսինքն քմահաշ փոփոխությունների արդյունքում համակարգը տնտեսվարողները, այսինքն բժշկական օգնություն իրականացնողներն են խնդիրներ ունենում, թե հենց անհատ բժիշկները։ Փորձագետները նաև պնդում են, որ էլեկտրոնային դեղատոմսերի ծրագիրը մինչև 27 թվականը հետաձգելով նախարարությունն ըստ էության նաև պատասխանում է արդեն ամիսներ շարունակ օդում կախված ի վերջո, երբ կգործարկվի համընդհանուր ապահովագրությունը հարցին, ասում են մինչև 27-ը հույսեր չունենանք, չէ որ էլեկտրոնային դեղատոմսերը համընդհանուր ապահովագրության համակարգի առանցքն են։ Մայիսի 21-ին Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող Երևանյան փողոցում հրդեհ է բռնկվել Hyundai Solaris-ում։ Գազալցակայանում լիցքավորվելուց ու դուրս գալուց հետո։ Բարեբախտաբար վարորդն ու ուղևորները կարողացել են իրենց դուրս նետել մեքենայից։ 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Հետո նրանցից 2-ը Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարծարայության Արմավիրի շրջջ փրկարարական ջոկատի շրջջ փրկարարներն են մարել մեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Իմ տեղեկություններով դեպքի վայր է ժամանել նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը։ Մայիսի 21-ին Չայնի ոլորաններում բախվել են Մերսեդեսն ու Շևրոլեն։ 7 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Օպերատիվ են գործել նաև ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ նշված վթարի հարևանությամբ գործող սննդի կետի աշխատակիցները ըստ հավաքված քաղաքացիների օպերատիվ են գործել նաեւ Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերել։ Դարձյալ մայիսի 21-ին Երևան-Սևան Իջևան ճանապարհին բախվել են Մերսեդեսը, Միցուբիշին եւ Ֆիատը։ 2 հոգի վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Վիրավորները երիտասարդ տղա եւ աղջիկ են, որոնց բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում շտապօգնության ավտոմեքենայում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին։ Եվ հակասանիտարական վիճակ մայրաքաղաքում Խաչիկ Դաշտենցի փողոցում գտնվող հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կառուցած աղբյուր հուշարձանի տարածքն անմխիթար վիճակում է։ Կարշահոտ է տիրում, հուշարձանի վրա հայհոյանքներ են գրված, իսկ նստարանները կոտրված են։ Քաղաքացիները Էրեբունուտ հաղափետի ուշադրությունն են հրավիրում տարածքը խնամելու ու բարեկարգելու համար։ Ամբողջ այս տարածքում տիրում է գարշահոտ
վիճակ, ոչ թե աղբի, այլ ջուրը լցված է եւ նեղում է։ Լուսաղբյուր այս սիրուն կառույցը նաեւ մի քանի սրիկաների կողմից հայոյանքներ են գրվել դրա վրա, աղբը տանում են, էսի թողում են։ Պորսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ լրագրող Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական համատեղ ֆիլմ է նկարահանվելու։ Ծրագիրը պատրաստվում է Քարաքեդի ֆիլմ եւ Լույս մեդիայի գործակցությամբ։ Հայաստանում գործընկերներն են Անսո ֆիլմը եւ պրոդյուսերներն են Անի Գալստյանն ու Հովանես Գալստյանը։ Ֆիլմի ռեժիսորներն ու սցենարիստներն են Էլա Ալյամաչը եւ Արեն Փերդեջին։ Նշվում է, որ ֆիլմը լինելու է Թուրքիայի եւ Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմ արտադրանքը եւ ներկայացվելու է Կաննի կինոփառատոնին։